Շնորհակալություն։ Մայիսի 28-ի ուզում եմ բոլորի շնորհավորել այս տոնի կապակցությամբ։ Եվ մաղթում եմ ամենայն բարիք բոլորիս։ Մաղթում եմ, որ մեր պետությունը լինի ինքնիշխան, ամուր, զարգացող պետություն։ Այսօր նաև Սարդարապատում էր միջոցառում, այնտեղ եւս եղել եք առավոտյան։ Չէ, ես առավոտ եկա այստեղ։ Ընտրությունը ապարանի եւ Սարդարապատի ոնց եք կայացրել, թե ամեն տարի այստեղ եք։ Միշտ այստեղ եմ գալիս, ես մայիսի 28-ին։ Տենց ձևավորվել է տենց ավանդույթ։ Ես գալիս եմ այստեղ մայիսի 28-ին ամեն տարի։ Պարոն Գրիգորյան, օրվա թեմային փոքր շեղվելով, քանի որ հանձնաժողովի հետ կապված ինչ կան նորություններ, արդյոք սահմանազատման հետ կապված վերսկսումներ առաջիկայում կլինեն։ Անկեղծ ասած, դեռ ձեզ հայտնելու նորություն չունեմ այդ մասով, ինչ-որ աշխատանքներ ընթանում են, բայց եթե ձեզ ավելի կոնկրետ հետաքրքրում է արդյոք կա պայմանավորված հաջորդ հանդիպման ամսաթիվ, դեռ չունենք պայմանավորված։ Իսկ գործընթացը դուք ինչպես եք գնահատում, փակուղային է թե այնուամենայնիվ որոշակի։ Չէ, ես չեմ համարում, որ փակուղային է, այնուամենայնիվ ես կարծում եմ մենք ունենք իրավական լիարժեք բազա երկու երկրների կողմից հաստատված եւ ներպետական ընթացակարգերի անցած, ինչ որ շատ կարեւոր է եւ ըստ էության երաշխիք է աշխատանքները շարունակելու համար։ Հնարավոր է, որ դա եւս կապում է խաղաղության պայմանագրի հետ եւ դրա կնքումից հետո նոր միայն կշարունակվի։ Չեմ կարծում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհավոր։